Սկսեցին արդեն քաղաքի վրա կրակել, հասկացանք, որ լուրջ արդեն պատերազմը սկսվել է։ Անհնարին է այն ինչով անցել ես մոռանալ։ Ոնց որ նվեր տվեցի, նվեր բառից բուն իմաստով։ Թուրքի լծի տակ կյանքում չենք ապրելու, իրանց հացից չենք էլ օգտվելու։ Փորձեմ փոքր-ինչ ընկնեմ հիշողության գիրկը, որը այդքան էլ հեշտ չի, շատ ծանր էր այդ ժամանակահատվածը, երբ որ մենք դուրս եկանք, որովհետև ոչ մի անգամ կյանքիս մեջ չեմ պատկերացրել, որ կարող է նման իրավիճակի առաջ կանգնենք, ասինքն երբևիցե կարող ենք Արցախը լքել, պայթունի ձայն էր, սկզբից անորոշ էր մեր համար, հեռվում էր ձայները գալիս, հետո զգացինք, որ գնալով ավելի ուժեղանում է ու հասկացանք, որ շատ լուրջ է, ասինքն միշտ սպասվում էր այդ ամեն ինչը, որովհետև գիտեք, որ արդեն 20 թվականից հետո շատ մոտ էին թուրքերը։ 88 թվականին 12 տարեկան էի ու երբ որ միացում էին կանչում են ակտիվիստներից մեկն էի, թեկուզ 12 տարեկան երեխա ես շարժման ժամանակ մտածում եմ ինչով կարող եմ իմ ազգին օգնել։ Արդեն 12 տարեկանում իմ մոտ ազգային գաղափար էր ու փորձում եմ ամեն կերպ մենք տաճկաներով սոկեր ենք տանում հրապարակում ու մարդկանց ասենք սոկ ենք բաժանում, որպեսզի ջուր, սոկ, ինչի կարիք կար։ Ու մենք միշտ ուզում ենք, որ միանալ Հայաստանի հետ։ Կարծում եմ, սա ևս մեկ լավ առիթ է ու համոզված եմ, որ ի վերուս թույլ տված բան է, որ մենք վերջապես հասկանանք, որ մենք մեկ ենք ու շատ կարևոր է, որպեսզի տարանջատումներ չդնել Ղարաբաղցի, հայաստանցի, որը իմ համար ամենազզվելին է։ Մենք ունենք մեկ հայրենիք ու պետքա պայքարել այդ հայրենիքի համար, պետքա գրվել այդ հայրենիքի համար, պետքա կանգնել այդ հայրենիքի համար, պետքա աղոթել այդ հայրենիքի համար, որովհետև մեզ միայն մեկ թշնամին է, դա Թուրքն է։ Ուրիշ թշնամի չունենք մենք։ Ու ցավոք սրտի այս ներքին պառակտումները, որը միայն թշնամին է շահում, ուրիշ ոչ մեկը։ Պատերազմը դա արատ է, դա այս աշխարհի այդ դժոխքն է աշխարհի վրա իմ համար։ Մենք չենք կարող հարմարվել ներկա իրավիճակին։ Ես փորձում եմ ուղղակի ասել այսօր ինչ է ինձանից կախված եւ ես ինչ կարող եմ անել այսօր ու անում եմ հենց դա։ Ամենամեծ ցավը ըստ ինձ դա անտարբերությունն է, որ այսօր ոնց որ ամեն մարդ մտածում է իր մասին։ Այո, աշխարհը անտարբեր էր։ Մեր խնդրի առաջ ու ինչքան էլ մենք գոռում գոչում էինք, իրանք մեր ցավը չէին կարող ապրել, որովհետև երբ որ մարդ չի հասկանում այն ամեն ինչով դու անցել ես, ինքը չի կարող այդ սիրտը ունենա։ Եվրոպարլամենտում այդ հարցը բարձրացավ, բայց ոչ մեկը տեղից չշարժվեց ու գնալով զգում ենք, որ օրեցօր ծանրանում է, սկզբից այդքան չէր, որովհետև ինչ պաշար ունենք մենք օգտագործում ենք պլակադայի ժամանակ, բայց գնալով ինքը խնդիրը ավելի բարդանում էր ու բարդություններից մեկը նաև այն էր, որ անգամ այն տեղերում, որտեղ ցորեն էր ցանված ու պետք է հնձվեր այդ ցորենը, ալուր սարքեն, բերեն քաղաք, ադրբեջանցիները տարածքի վրա կրակում էին ու
ոչ մեկը ռիսկ չէր անում գնալ հունցքի։ Ամեն ինչ պիտի անենք, անընդհատ պետք է խոսենք դրա մասին, անենք համապատասխան քայլեր, թույլ չտանք, որպեսզի մոռացվի, որովհետև Արցախը միշտ եղել է հայկական, ինքը պետք է միշտ մնա հայկական։ Ու ես հավատում եմ, որ այս անգամ որ հետ վերադառնանք, ավելի մեծ տարածքներ են մեզ տալու։ Այսինքն ոչ թե միայն մեր տարածքը, այլ ավելի մեծ, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ես դա եմ սպասում, ես դա եմ ուզում տեսնել, որովհետև Աստված արդար Աստված է։ Ու սա անարդար է, որ մեր հայոց լեռնաշխարհում ադրբեջանցիներ ապրեն եւ մեր սրբատեղերը բղծեն, մեր գերեզմաները ավիրեն, չէ՞ որ այդ արյունը աղաղակում է Տիրոջը։ Վիդեոօպերատոր եմ, հարսանիքներ, տենց տարբեր միջոցառումներ 99 թվականից նկարանումներ է անում, բացի դրանից ունեի Բարիս Համարացի բարեգործական հասարակական կազմակերպություն ու բացի դրանից նաև հոգևոր գործունեություն է ծավալում, այդքան զբաղված է Արցախում ու երբ որ տեղափոխվեցինք Հայաստան, փորձեցի, ես բաց թողեցի այն պահը, երբ որ վերագրանցում էին կազմակերպությունները ու փաստի առաջ կանգնեցի, քանի որ պետություն չկա, ուրեմն կազմակերպություն չկա այդպիսին ու պետրեգիստրում ստեղ հետաքրքրվեցի, ասացին, որ դուք ժամանակը բաց եք թողել վերագրանցման ու պետք է սպասեք, ոնց որ կառավարությունը նորից պետքա որոշում կայացնի, նոր փուլով նորից վերագրանցվեք։ Բայց ցավալին այն է, որ երբ որ մենք տեղափոխվեցինք, որ ավելի շատ կարիք առաջացավ բարեգործական կազմակերպության գործունեությանը, հովանավորներս ուղղակի տենց չգիտեմ ինչ պատճառներով են ովքեր ծրագրեր են կանում, ծրագրերը միանգամից կանգնեցին։ Միգուցե հենց պատճառը այն էր, իրանք ուզում էին կողմնորոշվեին ինչ ուղղությամբ պետք է քալվի, բայց առ այսօր արդեն տարուկես անցել այդ պահից, դեռ հովանավորներ չունեմ ու մտածեցի անիմաստ է նորից վերագրանցվեմ, մեր կազմակերպությունը հիմնվել է 2005 թվականին, Արցախում այս տարի մեր 20-ամյակն է ու բավականին ծավալուն աշխատանքներ են կարել կազմակերպության միջոցով, բազմաթիվ ընտանիքներին ենք օգնել, մանկապարտեզներին եւ տարբեր ծրագրեր ենք իրականացրել, ցավոք սրտի այսօր դրա նորից կարիք ունենք վերսկսելու մեր աշխատանքը ու եթե վերագտնվեն հովանավորները միանշանակ նորից շարունակեմ իմ աշխատանքը բարեգործական, ուղղակի մի քիչ սպეციფիկան ուրիշ է հիմա, առաջ մենք շեշտադրումը դրված էր հաշմանդամ երեխաների վրա, հետո երբ որ տարահանում եղավ հենց Արցախում, Շուշիից, Հադրութից, մենք սկսեցինք օգնել նման ընտանիքներին, ասինքն ըստ անհրաժեշտության, ինքը հենց Բարիս Համարացի պատմությունը հենց գալիս է նրանից, որ մենք փորձում ենք շեշտը դնել այն խավի մարդկանց վրա, ովքեր անտեսված են, լքված են, ովքեր կառավարության այդ ցուցակներում չկան, իրանք էլ իրանց չեն ներկայացնի, մենք գտնում ենք նման ընտանիքներ ու փորձում ենք օգնել նման ընտանիքների ու ինչն էր բանը նոր վերապրում իմ համար, որ ինքս հայտնվեցի այդ խնդրի մեջ, ասինքն ես օգնում էի մի ժամանակ, բայց եկավ մի պահ, որ ես ինքս օգնության կարիք ունեի, որ մարդիկ ինձ ձեռք մեկնեն։ Ընդհանուր քաղաքում հայտարարվեց, որ պատերազմը կանգնեցրած է ու պետքա գնան մեր ղեկավարները պետքա գնան ադրբեջանցիների հետ քննարկման հետագա մեր անելիքների պահով ու կառավարությունից լուր տվեցին, որ մենք պետքա լքենք մեր տները, երբ որ մենք պիտի մեկնեինք Արցախից Հայաստան, ասեց միայն ընտանիքդ ապահով հասցրու Երևան, մնալու պահով կարող ես չանհանգստանալ։ Իրոք ոչ մի ձևի արդեն էլ հնարավոր չէ, դա վերջի բան էր, որ ասենք փորերում էլ allure չկա, ասինքն ոչ մի ձևի հնարավոր չի ու կարծես թե մենք արդեն հոգեբանորեն ինչ որ ձևի տրամադրվել ենք, որովհետև ոչ մի ձևի ճանապարհը չէր բացվում ու մենք ստիպված պետք է թողնենք ու լքենք մեր տները։ Միայն մենք տեղից բերել ենք մեր հագուստները։
խոճապ էր քաղաքի մեջ, ահավոր խոճապ էր, բոլորը իրանց զինվորական հագուստները վառում էին։ Կինս վերցրեց մեր զինվորական գրքույկը, տղայիս վաստակած մեդալը, որ որպես պատերազմի մասնակից, եւ ինչ որ զինվորական բաներ ունեինք, վախից վառեց կինս, թաղեցին այդ բանը, աղջիկը զանգեց սեռախոսով, որ լացում էր, պապ, արի, սենց գոռում էր, թուրքերը մտել են քաղաք, դուք չեք պատկերացնում, ես մեկ էլ պատերազմում եմ տենց մեքենաս վարել, քանի վարկյանում եմ հասնում, տեսնում եմ աղջիկս փողոցում կանգնած ու լացում աղջիկս, շուտ նստում ենք մեքենան, ասում ենք գնում ենք ներքևի մասում ռուսներն էին այրապորտի տարածք ու այդ այրապորտի տարածքը մի հատ ահավոր վիճակ էր, ժողովուրդը փրված, այդ ամբողջ տարածքի մեջ իրանք փրված են երեխեքը, տենց հայաթում, բացօթյա տեղ չունեն, մի հատ ահավոր վիճակ էր ու ես տեսնում եմ ոնց են վերևի թաղամասի, կրկժան թաղամաս էր կոչվում, վերևի թաղամասի ժողովուրդը ոտաբոբիկ վազում են, մեքենան չկար ու գոռում էին թուրքերը ու ես կրակոցների ձեն եմ լսում, որտեղ կրակոցների ձենի տակ են քշում մեքենան, բոլորին զինաթափել են ու պատկերացրեք մի իրավիճակ, իրանք այն ամբողջությամբ զինված, ավելի շատ մեր բանակը չկա, բոլորին զինաթափած, մենակ միջոկատ, ուղղակի իրանք պայմանավորվեցին, գնացին կանգնեցրեցին, որ թուրքերը չմտնեն, իրանց մտադրությունը սա էր, դրոշը կախել մեր կառավարության շենքի վրա մեր ներկայությամբ։ Իրանց դուխը չհերիքեց, իրանք սկսեցին կեղտոտ ճանապարհ բռնել։ Մեր հիմնական ուղին փակեցին Հայաստանի հետ ու սոված թողեցին։ Բայց մեկ ամենք շարունակեցին պայքարել։ Ու ես ձեզ հավաստիացնում եմ, եթե մենք համաձայնվեինք լինել իրանց կազմի մեջ, մենք ամեն ինչով ապահոված կլինենք։ Բայց մենք անգամ այն կոնտեյները, որ գալիս էր Ռուսաստանից Աղդամի միջոցով, մենք փակեցինք ճանապարհը, որ ասցինք ավելի լավ է սոված մեռնենք, քան Ադրբեջանից ինչ որ օգնություն կա։ Մենք մեր պայքարող տեսակը չպիտի կորցնենք։ Մենք 88 թվականին համազգային պայքարել ենք ու անկախացել ենք։ Ասում են Ղարաբաղցիները չեն կռվել, բան չնորել, մենք հակառակն ենք ապացուցել, որ մենք սովածել ենք կռվում։ Երեխաս փոքր երեխա էր, ինքը շատ տենց հացակեր էր, ու գիտեք, երբ որ պակաս է լինում, ավելի ոնց որ պահանջ ավելի շատ է լինում։ Տենց մի կտոր հաց էր տանը, ասաց, «Էս քո բաժինն է»։ Ես գիտեմ, որ տղաս ինքը առանց հաց չի կարող ու սենց տեսնում եմ, որ նայում է, տենց դրեցի բերանիս ու հետ դրեցի սեղանին, ասի թող մտածի, որ բան եմ արել, ինչ որ կերել եմ, էլի տենց։ Գիտեք, երբ որ մարդ ասում է ես սոված եմ, ես ապրել եմ դա, ես ապրելով եմ մոտենում իր խնդրին, բայց երբ որ դու դա չգիտես ինչ ա, միշտ փորդ կուշտ ա եղել, ասում է, այսպիսի ասացված կա, չէ, ասում է, կուշտը սովածի ղադիրը չի զգա, էլի ոչ մի անգամ, եթե դու կուշտ ես, ինչ իմանաս սովածը ինչ ապրումներ ունի։ Այլ Արցախը այդ վիճակում էր, մենք սովի մեջ էինք, իմ տղան մի նստելով մի հաց էր ուտում, բայց եկավ մի պահ, որ գրպանիդ մեջ գումար կա, բայց հաց չկա, ալուր չկա, ու մտածում ես ինչ պատասխան տաս հիմա քո երեխային։ Երևի 4 պատերազմների մեջ ամենադաժան պատերազմը 4-րդն էր, այդ մեկ օրյան, այդ բլոկադայի ժամանակահատվածը նկատի ունեմ, այդ մեկ էլ այդ մեկ օրյա պատերազմը, որ տեղի ունեցավ, որովհետև ստեղ քո ընտանիքն դեղ էր, դեղ կռվի դաշտում տղան տղու հետ է դուրս գալիս,
Բայց երբ որ տղամարդկություն չկա թշնամու կողմից եւ ինքը հասկանում է, որ տղան տղու հետ չի կարա դուրս գա, ինքը փորձում է քո ընտանիքին վնասել, որովհետեւ դու դեռ թուլանում ես արդեն, որովհետեւ թիկունքում քո ընտանիքն է, քո երեխեքն են։ Կյանքում չեմ պատկերացել, որ տղայիս հետ արդեն պիտի լինեմ պատերազմում։ Ես երբեք չեմ հուսահատվում, ես երբեք պայքարող տեսակս չեմ թողնի ու ինձանից կախված է ամեն ինչ անելու եմ, ճիշտ է, տոնոս չկա արդեն։ Շատ արցախցիներ չեն պատկերացրել, ինչ են կորցրել, բայց երբ որ եկանց ստեղ, սկսեցին ամեն ինչի մեջ համեմատականներ տեսնել, դեղ էսպես էր, ստեղ էսպես էր, դեղ էսպես էր, հիմա սկսում են ուրիշ ձևի գնահատել։ Գիտեք, այսօր ամեն ինչը բոլոր շատ է, ու մենք շատ ժամանակ չենք գնահատում, իսկ այսօր ամեն անգամ երբ որ հաց ես ուտում, հասկանում ես, որ օր ա եղել, ու դա չես ունեցել։ Քաղաքով մեկ ամեն մեկս մեկին փորձում ենք ինչ-որ ձևով հասցնենք, էլի, ոչ թե այսօր կուշտ լինեմ դու սոված մնա, ամեն մեկը մի ուրիշ արժեք էր, ցավոք սրտի մեր ազգը միասնական է դառնում, երբ որ նեղություններ է անցնում։ Ինձ հյուրասիրեցին երիտասարդները, մանդարինի դոլկա էր, տենց հատված էր մանդարինի, ասի դուք կերեք, ասես չէ, սա ձեր բաժինն է, բերեցի, ասենց վերցրեցի, չկարողացա ուտեմ, ասի տանում երեխայիս տան, բանիս մեջ, ափիս մեջ սենց բան արած, ասում եմ, դա ոնա ինչ եմ քո համար բերել, ոնց որ այդտեղ ես հասկանում, հա ծնողի բանը, որ ոնց կարաս դու ինչ-որ բան ուտես, որ քո երեխան զրկված է այդ ամեն ինչից։ Ընկերոջս աղջիկը նշանվեց, հələ տենց սուրճ էր բլակադայի պահը, ես հիշում եմ ինչպես ենք մենք սաղ ընկերներով բան, ասեց սոկ չկա, մեկը սոկ տվեց, ասեց ինչ, մի հատ սեղան դարավ, սաղ զարմացանք, ասենք, ես ոնց ստացվեց, էլի, նոր ասմա գեղ կաղնի գերան կկոտրել, կոֆե չկա, արդեն կանայք փորձում են ինչ-որ ինտերնետից, գրեչկի միջոցով, չգիտեմ, տենց սարքում էին, աղում էին, որ կոնե այդ ձևի կոֆե բանանք, սապոն չկար արդեն ուրիշ ձև, այդ հին մեթոդներին ենք անցել, մոխիրով, բանով, եսի։ Ու հիշում եմ, երբ որ մտանք Երևան, տղայիս վերցրեցի, գնացի սուպերմարկետ, ասացի Դավիթ ջան, մատդ ինչի վրա տանք ես կվերցնեմ, ասաց պապն ինձ կուշտ է։ Այդ պահն էլ չեմ կարող մոռանալ, դենց շատ բաներ էին վրա, դենց ասենք երեխա, որ ամիսներով բան չի տեսել, ինքը կշտացել է։ Երբ որ տնից դուրս եկանք, նամակ թողեցինք։ Մարդիկ այն, որ իրաց տները վառում են, ես չկարողացա դա անեմ, որտեղ հավատում էի, որ ժամանակավոր ենք դուրս գալիս այդ ամեն ինչից, տարածքը լքում ենք։ Ու մենք քաղաքից երբ որ դուրս են գալիս, անցնում ենք մեր բրացկի մագիլայի մոտով, որտեղ մեր տղաներն են թաղված, որտեղ իրանց գերեզմաններն է, մեքենաս թեքեցի աջ։ Ամբողջ ընտանիքով դուրս եկանք։ Չեմ անում, որի գերեզմանի մոտ ենամ, որտեղ ամեն մեկը իմ համար յուրահատուկ էր այդ պահին։ Մենակ մի բառ ասեցի, ասեցի, կներեք մեզ տղաներ։ Ահա որտես հարան էր, մի պահ մեքենայիս մեջ
չգիտեմ ինչպես պալատկա գցեցի, տենց բաներ, պլաշ պալատկա էր ասացի, կարող է էլի ճանապարհին, չգիտեմ ինչ լինի, կարիք լինի գցենք մեր վրա։ Դեմս մի հատ կամազ էր գյուղից երեխեքը լցված, հենց մի քիչ կոպիտ ասեմ, ոնց որ նասը լցրած է, անցրևը գալիս էր, իրանք թրջկոտվում են, հենց ծածկված։ Գյուղից էր այդ կամազը, հասկացա, մեքենաս կանգնած էր, հիշեցի, որ պալատկա ունեմ, հանեցի, ասի, գցեք ձեր վրա, վախեցան, ասցին զինվորական է, էլի, տենց կանանչ գույն է, կարող է թուրքերը վախեցան, տենց սարսափած են, ասի թեքեք մյուս կողմը կապույտ է, կապույտի վրա, կապույտը թող դեպի դուրս լինի, կանաչը դեպի ներսը, որ չկանգնեցնեն, բան չունենք, որ տանք, հաց, բան չկար, սենց պրոստը կշում ենք, ինքան որ հասնենք։ Ադրբեջանցին կանգնեցրեց ինձ պոստում, առաջ անգամ տեսա, տենց դեմ արդեմ ադրբեջանցում, հարցրեց, սկոլկը լետ սնում, շփոթվեցի բան, ասում եմ один лет, ասեց мы ищем взрослых, զանգեցի տղայիս, ասի, բալես ուշադիր կգաս, որովհետև ձեր տարիք երեխեք եմ խնդրում, մենք հասանք, աղոթում եմ, ասում եմ Տեր Աստված, տղայիս պատերազմից պահեցիր, ինձ պահեցիր, խնդրում եմ, սա վերջի պահն է, պահի կոնե այդ այլանդակների մոտով նորմալ անցնի, երբ որ անցանք Հայաստանի տարածքը, չեմ պատկերացնում Հայաստանի տարածքը, մեզ համար փրկության տարածք էր, սահմանը անցանք, մտանք Հայաստան, շնչել է եկավ, հասկացար, որ դու ապահով ես, հիմա ոչ մի մտածելու բան չունես, որովհետև այդ պահին ասցի վառելիքս վերջացել է, չգիտեմ ինչ անեմ, մի հատ ոստիկան էր, ասեց 5 լիտր աղբերից տենց կանիստրով կար, ասեց արդ 5 լիտրը հասի Զապարավկա, լցրեցի եկանք Զապարավկա լրիվ, ուրիշ տեղ, ոնց որ ուրիշ աշխարհ ենք եկել, կյանքը նորմալ գնում է, մարդիկ նորմալ իրենց համար ապրում են, լրիվ այլ իրականության մեջ հայտնվեցինք։ Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք այս իրավիճակի մեջ մեզ վերագտնենք, որտեղ մենք մեկ ենք, մենք հայ ենք։ Շատ են տարածում նման ձևի բաներ, հա, մեր բակերն են, թուրքերը նկարում են հատուկ նպատակով, գցում են ինտերնետ, որ նայենք, կարոտենք, պայքարենք, չգիտեմ, տենց կոտրված սրտեր են դնում, անեծքներ են գրում տակը, որ ով որ մեզ գցել է այս օրը, բան, բայց դա սխալ եմ համարում, ինքս ձգտում եմ չնայել, եթե գիտեմ այդ վիդեոն իմ վրա բացասական է ազդելու, ես ձգտում եմ չնայել, մեր ազգը դարձի կարիք ունի, в следующем году Степанакерте.